Անհոր և որդով և որդուն սրբով, ամեն։ Գողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ և քույրեր, Աստծոքին մեր վրա թողնան արևակալնելու այս օրհնաբեր շրջանը սկսավ և մենք 50 օրեր մինչև զադիկ հատուկ շրջանը բիդալ։ Այս շրջանը երկու բաժինին կփաշնվի մինչև զարգացած 40-օրյա բախտն է, իսկ զարգացածն մինչև զադիկ ավակ շաբթվան բախկը ունենանք, հետևաբար այս օրերը պետք է օգտագործենք մեր հոգի շրջան մասին։ Հարգավտ է այս շրջանին մեր հավատքին վրա գնային և Աստուծո հաճելի է թե ոչ, ինչ բաները կբացվեն, ինչ բաները լավ է, այսինքն մենք մեզ Աստուծո լույսին տակ կտնենք և այդպես գնայինք, որովհետև մենք ընդհանրապես մենք մեզ գնայինք հայելիին աչքով, մենք մեզ գտիդենք ուրիշներու աչքով, բայց այս շրջանը մեզ գսե, որ հիմա թուն քեզի Աստուծո աչքով պետք է տնես, Աստուծո հայելին աչքով պետք է նայես թուն քեզի, բայց ինչ է այդ հայելին նախ եկեղեցին է, որ պետք է մենք եկեղեցին նայենք և եկեղեցին մեզ ինչպես կտեսնեն, անոր խրատները ինչպես մենք յուրատուսացենք, անոր նայենք։ Իսկ երկրորդը պետք է մենք Աստուծո խոսքին նայենք, Աստուծո խոսքի հայելիի մեջ մենք մեզի քննենք։ Հետևաբար այս շրջանը Աստվածաշունչի ընթերցումներով և քարոզներով ջոխ է և հարուստ է։ Երկրորդը և ուրիշ բանը, որ պետք է մենք նայենք մեր մարմինին, մեր հոգին, որքան կտիրապետենք մենք։ Այսինքն, մեր մարմինը որքան կհնազանդի մեզի, և եկեղեցին անորամար մեզի ծոմապահություն, վահեցողություն գարաչակ է, որովհետև մինչև որ դուք ձեզի սերբաժված բաներն չեք զրկեր, չեք գնար իմանալ անոնցությունը ձեր վրա։ Հետևաբար այս բոլորով մենք մեր հավատքի որակը կճիշտենք։ Դավիթ մարգարեն, որ Սաղմոսներու մեծամասնությունը գրած է, գսե հավատացի անորամար ալ խոսեց։ Որովհետև թագավոր էր և գսեին, որ այսինքն երկիրը այսքան խնդիրներ կան, քաղաքական, տնտեսական խնդիրներ, բայց դու շատ սպառված ես կրոնքով։ Շարունակ կրոնական զրույցներ գնես, կրոնական փանաստեղծություններ կգրես, սաղմոսներ կգրես, անոնց մե ոմանք կհորինես, երկի կվերածվին, շատ կսպառվիս։ Թերնիդ վրա շատ Աստուծո մասին խոսք կա։ Եվ մարգարեն անորամար այսօր կպատասխանե սաղմոսները մեկուն մեջ գսե հավատացի անորամար խոսեց։ Ուրեմն որոշ մարդիկ կգործեն, որ հավատքը միայն ներսն է, մարդ չիմանալ անիգա, միայն Աստված գիտե այդ հավատքը։ Հետևաբար երբ որ մարդուն գսես, որ ինչու եկեցի չես սերտար, իմ հավատքս իմ մեջս է գսե։ Ինչու Աստծո խոսքը չես կարդար, իմ հավատքս իմ մեջս է։ Ինչու համար ձոմ չես բռներ, վախ չես բռներ, իմ հավատքս իմ մեջս է։ Հիսուս գսե, որ զարը կճանչնաս պդուղ է։ Հետևաբար հավատքն ալ այնպիսի բան չէ, որ միշտ քախնի մնա։ Հավատքը մեր ամենեն թանկագին բանն է և այդ հավատքը պետք է մենք լավ հասկանանք։ Հավատքը կմղե մեզի կորցումը ունելու։ Դու այսօր ինչու համար եկարոս։ Դավիթ մարգարեի մեզ կրնաս ասել, հավատացի անորամար եկար։ Եթե չհավատայի, ինչ կորձ ունեի այս եկեղեցի մեջ։ Ուրիշ տեղ երբ գերտայի, դունս կնստեի,
դիսներեն մեկը գտի դեի բայց հավատացի արևակալին հավատացի այս եկեցի մեջ եղած աղոտքին անոր համար ես եկա այս եկեցին այս տաճարը ինչու համար գա Ադեմ մգար որ կուզգունջուքի մեջ այսպես եկեցի չգար հիմա ինչու գա որովհետև մարդիկ հավատացին եւ այս եկեցին շնեցին եթե չհավատային եկեցին չէին շնել այսքան ծախս չէին ունել հիմա դուք եկաք այս ցուրտ օրվա մեջ տակուկ եկեցի է լույսերու մեջ է մաքուր է ինչու համար որովհետև հավատացին կանոր համար եթե մեկը ներս մտներ թափած թափտված եկեցի գտներ բադերը խոնավ քինցած ցուրտ ինչ պիտի ասեր որ հոստե այս եկեցին դերերը չեն հավատալ որ այս տաճարը պետք է լավ բա հավատալ եւ մեր ուրած կոնզերը նույն բանն այսինքն չտեսնված մասը մեր սիրտին մեջն է բայց տեսնված մասը մեր կյանքն հետևաբար ինչ որ կհավատաս այդպես ալ գաբրիս եւ կամ ինչ որ գնես ինչ որ գաբրիս այդպես ալ կհավատաս երբեմն գսեն մարդիկ չէ այո գահոյեմ գանիցեմ բայց իմ սիրտս մաքուր է չէ այդպես չէ Հիսուսը որ փերանը խոսի սիրտի ավերջը եթե սիրտիդ մեջ մաքուր բան ուլա մաքուր բաներ դուրս կգա սերը որ սիրտիդ մեջ ալ հայոյան կա սիրտիդ մեջ ալ անեց կա սիրտիդ մեջ ալ թարգություն կա ուրեմն այս շրջանը անդրադառնալն է, որ մեր հավատքի որակը ինչպես է, անորամարալ մեր կյանքին պիտի նայի։ Մեր հավատացած բաներուն համար ինչ կնենք։ Մեր հավատքը մեզի ինչ ունելու կմղ է։ Ուրեմն եկեցին գսե, որ քու հավատքը ամենեն շատ քեզի պետք է մղ է Աստուծո մոդենալու։ Աստուծո մոդեցած մեկը ավելի մոդենալուս է։ Ավելի մոդեցած մեկը Աստուծո մեջ կորսվի ուս է։ Երբ որ Աստուծո մեջ կորսվի ուսով մեկը Աստված գարնե անիգա աշխար գուվարի է։ Քնագս է մարդոքս։ Ինձ մե արած սերս ցույց տուր ուրիշներ։ Հետևաբար մեր հավատքը այսպես ինչպես ենք պենդուլեմի պես է Աստված եւ մարդություն հետևաբար երբ որ Աստծո գերտանք մենք պետք է այդ իսկացումը մեզի վերստին աշխարհ դարձնել մեր սիրածներուն մեր ժողովրդին մեր եկեղեցին մեր ազգին եւ պետք է այդ հավատքով բաներ լինել Երբ որ այդ բաները գնենք կհոգնենք, որովհետև մարդիկ կհոգնեցնեն, մարդիկ ապերախտ են։ Երբեմն դու կտեսնեք անիգա, ծեր զավակներն, թորներն, ծեր ամենեն սիրածներն։ Հետևաբար, երբ որ կհոգնենք, եթե հավատացյալ եք, Աստուծո կվերադառնաք։ Այս բաները գարնեք, Աստուծո առջև գտնեք։ Հիսուսը ով բոլոր հոգնածներ, քերնավորվածներ, ինձի եկեք, ես ձեզ հանգիստ տամ։ Այնպես որ պետք է մեր ճշմարիտ հավատքը այսպես թե Աստված երթալ եւ թե ընկերության դառնալ։ Այս ջոջումը Աստված եւ մարդկություն մեր մեջ պետք է լա, հետաբար Աստված այս ուզե մեզ նա։ Եթե ասիգա չգա այդ ճշմարիտ հավատք չէ։ Ես միայն Աստուծո պիտի զբաղվեմ, միայն Աստուծո պիտի երթամ, այդ սողներ եղած են, գիտեք, անցյալ ժամանակում, քարայրներու մեջ կացած են, անդարներու մեջ կացած են, իրենց կյանքը նվիրած են, փախած են մարդոցում, ուզած են ավելի մաքուր հավատք ապրել,
եւ որ ժամանակ անցած է աստուծո մեջ խորացած են աստվածած է որ հիմա ետ դարձիր կփավե ես քեզի այդպես առանցին ապրելու համար չստեղծեց դու ունես եղբայրներ քույրեր քեզի դվածներս պետք է փաշնես ուրիշներուն անոնք շատ սպալված են քու քիծածները չեն գիտեր իմ մասին քնա եւ քու դեսածներդ քու իմացածներդ պատ այնպես որ դեպ Հիսուսնա աշակերտներ ունեցավ իր քիդությունը իր աստվածապանությունը աշակերտներուն սորվեցուց եւ անոնքալ ամբողջ աշխարհին խոսեցան եթե անոնք միայն իրեն բահեին այդ բաները ուրեմն սերը գադարյալ չէր ուրեմն մենք կգտնենք հավատքը որ մյուս երեսը սերը եւ այդ սերը եւ հավատքը եւ որ կմիանա այն ադամ մենք շիրակ ճամփուն մեջ ենք այո այս օրերուն պետք է ուշադիր դառնանք մեր հավատքի որակը ինչպես է մեր սիրո որակը ինչպես է ասում ինչպես մեր կյանքին մեջ միացած են մարդը երեք էություն ունի մարմին միտք եւ հոգի հետևաբար աստծո պատասխանով հավատքներ ալը մարմնի մարմնական հավատք մտքի հավատք եւ հոգի հավատք աստծո բոլորը դարբեր են բայց բոլորը մեզի կօգնեն որպեսզի մենք հասկանանք թե հավատքը ինչ է մարմնական հավատքը ինչ է գիտեք երբ որ եկակ եւ նստարան նստեցակ չէ սաբեսրիկ մենք նստարանը փորձեցիք որ արդյոք կոտրված է եթե նստիկ թուքալ անոր հետ միասին քեդին գինակ չփորձեցիք չէ երբ որ դու մգրավիրիկ ոնե աթորի գնստիկ չեք քններ այդ աթորը ինչու որովհետև մեր մարմինը կհավատա որ պիտի նստենք այս նստարանին եւ նստարանը մեզ պիտի վերցնեն ուրեմն երբ որ մենք ճուր գխմենք ջաշ կուտենք չենք կասկածի որ այդ ճուրը եւ ուտելիքը մեր թոքերուն պիտի երթան եւ մենք պիտի խեղդվի չէ ուտես վստահես որ այդ պիտի ուտես եւ ստամոքսիդ պիտի երթան հիմա մենք գիտենք որ որոշ մարդիկ ուտեն եւ գողորտին կփախի եւ շնչասպար կմնա եւ կմեռնի անիկա գիտենք բայց մեր մարմինը կհավատա որոշ բաներում եւ այդ հավատքով մենք կրնանք ապրել առանց այդ հավատքին քույտուն չենք կրնալ ունենալ հյուրասիրության կացիր չեսի թեյ տվին պիտի խմես թե պիտի կասկածիս արդյոկանոր մեջ թույն գա հիմա որոշ մարդիկ այսպես են չէ հիմա ցերկերդ լվացիր եւ լվացվեցա միկրոբը չգա բայց որոշ մարդիկ միշտ իրեն ցերկերը պետք է լվա ինչու որովհետեւ չեն հավատար որ մաքրված է իրեն ցերկը պետք է գրգին ու գրգին լվա ուրեմն մարմնական հավատքը շատ կարևոր է որովհետև առանց այդ մարմինի հավատքին մենք չենք կրնա քույտուն ունենալ մտքի հավատքը մեր մտքով համոզումներն են այսինքն կհավատամ որ Աստված քույտուն ունի այս բոլոր բաները ինքնաբերաբար չուլա ասոր կրնամ հավատալ միտքս կհավատա բայց միտքը միշտ դիալեկտիկ կաշխատի այսինքն ինչ բանի որ կհավատաս միտքով քու միտքիդ մեջ անոր հագարակն ալգա հետևաբար մեկը որ Աստուծո հավատալ գչանան իր միտքով
նաև իր միտքը կասկածներ ունեն։ Ավետարանդ կգարթաս միտքով կհասկնաս, հետո հոնդե միտքը հարցումներ կստեղծը։ Ուրեմն այս հավատքը, այս համոզում շատ կարևոր է, որովհետև առանց համոզելու մեր միտքը մենք ոչ մեկ բանին, հոգևոր բանին չենք կրնալ հավատալ։ Պետք է մեր միտքը համոզվի, անորամար կասկածի, անորամար այդ կասկածներու մասին խոսվի, անորամար մենք ուսուցիչներու պետք ունենք, մեր հարցումներ ուղերիկ եւ մեզի պատասխաննալիք մարդոց պետք ունենք, թասեր առնելու պետք ունենք, անորամար դրոստներու մեջ կրոնքի թասեր կան, անորամար կուքակ քարոզներ գլսեք, որովհետև սեր միտքին մեջ հարցումներ կան, այս քարոզներու մեջ սեր հարցումներուն պատասխանը կառնենք, առանց այդ մտքի պատրաստության չեք կրնալ կատարյալ կերպով Աստուծո նվիրվել եւ ավելի հարաճ է։ Որոշ մարդիկ կգործեն, որ հավատքը միայն այս է։ Այսինքն ես կասկածներս այլևս մեջտեղ վերցուցի, համոզվեցա, որ Աստված կա, քրեշտակներ կան, եկեղեցին շիտակներ է, Հիսուսին փրկիչս է, այդ բոլորը միտքովս պետք է հավատամ։ Բայց ուրիշ հավատքը կա, անազոգի հավատքը, քո այս միտքովդ գիծածներուն գհանցնվիս։ Այսինքն կյանքդ այդ հավատացածին կնվիրես։ Միայն քո միտքիդ մեջ գիտությունը լալով չմնար, այլ կյանքի կվերածվի։ Ուրեմն ասիգա հոգի հավատքը։ Միտքեն վեր, միտքեն խորում դեղը ընկած է այդ հավատքը։ Եվ ընդհանրապես այսպես հավատքը մանկության սկսի, զարմանալի է։ Եվ որովհետև մանկության ժամանակ առանց մենք միտքի շատ օգտագործելու ուղղակի մեր հոգի մեջ կառնենք այդ բանը։ Անորամար մանկության մեր ապրածները ամբողջ մեր կյանքը մարդուն ամենայն կարևոր շիչանը 1 տարեկանի եւ 7 տարեկանի միջև եղած ժամանակն է։ Եվ հավանաբար դու այսօր եկեղեցի մեջ ես, որովհետեւ քեզ այդ ժամանակին այս եկեղեցին դեր։ Եվ մանկությանը թուլոցի մեջ թասեր արիր, եկեղեցի եկար, զադիկ տոնեցիր, ծնունդ տոնեցիր, այդ բաները սիրեցիր եւ առանց շատ մտածելու քո հոգիդ մեջ մտավ այդ հավատքը։ Եվ այդ հավատքով դու ամբողջ քրիստոնեությունը կապես։ Ուրեմն ոստեր մեր ընելիքը ինչ է այդ մանկության մեջ, երիտասարդության մեջ մեզի տրված այդ հավատքը միտքով զարգացնելն է, որովհետև միտքը բարապ չունի։ Այսինքն միայն եկեղեցին մեր ծնողները, մեր հավատքը չկա մեր սովորել։ Ամեն օր աշխարհը նոր բաներ ամեն օր նոր դեղեցություններ կան, ամեն օր մեր հավատքը վարգապեգով, ասպարեզ գարտացով, դեսություններ մեջտեղ եւ մենք պետք է այդ բաներուն ուշադիր ունենք, մեր միտքը պետք է զարգացնել։ Միայն մանկութենը մնացած հավատքով երկար չենք կրնալ մենք։ Պետք է ավետարան մենք կարդանք անձնապես։ Պետք է խորհուրդ մտածենք այդ բաներում։ Ուրեմն կտեսնեք, այս մեծ բախտի շրջանը մեր այս 3 հավատքները մեծացնելու համար, ավելի լավ հասկանալու եւ զարգացնելու համար։ Sevgili kardeşlerim, yeni bir döneme girdik. Ve biz bu yeni dönemde kendimize yeni bir bakış açısıyla yaklaşmak istiyoruz. Gözden geçirmek istiyoruz. Mezmurun dediği gibi diyor ki, dene beni ey Tanrım, beni bil. Bak, bende bir yanlış var mı? Ve bana ebediyet yolunda önderlik et. Çünkü bizim bir hazırlığımız var.
Üniversitede öğrenci neye hazırlanır? Kendisini doğru öğretmenlerine beğendirmek zorundadır, iyi notlar almak zorundadır. Ama aslında üniversite öğrencisi ilk mülakatına hazırlanır. Yani üniversiteyi bitirdikten sonra iş arayacaktır ve kendisine o işi verecekleri ikna etmesi lazım. Hem notlarıyla, hem davranışıyla, hem başkalarından aldığı mektuplarla, tavsiye mektuplarıyla ikna etmesi lazım ki o işe hazır. Şimdi sevgili kardeşler, biz de okuldayız. Hazırlanıyoruz. Bir karakter oluşuyor içimizde. Hepimiz kendi insanımızı büyütüyoruz. Hepimiz çocuğumuzu büyütüyoruz. Olgunlaştırıyoruz. Doğru insanlar bize not veriyorlar. Doğru insanlar bizi alkışlıyorlar. Güzel, doğru bizi takdir ediyorlar. Bazen hor görüyorlar. Bazen kendi boyumuzu kısa görüyoruz biz. Ekonomik durumumuzu iyi görmüyoruz. Başarısız biri olarak görüyoruz. Ama ne dersiniz? Hayat denen bu okulun sonunda asıl biz neye hazırlanıyoruz? Mülakata. Bize diyecekler ki gel bakalım. Adam gibi adam oldun mu sen? Ben ebedi hayatı istiyorum. Ben cennette olmak istiyorum. Ben sonsuza kadar yaşamak istiyorum. Olur. Bir gözden geçirelim seni. Bir hayatına bakalım senin. Gerçekten sen cenneti istedin mi? Gerçekten sen sevgiyi istedin mi? Sen gerçekten Tanrı'dan günahlarının bağışlanmasını istedin mi? Sen bağışlama ne biliyor musun? Sen hiç bağışladın mı başkasını? İşte sevgili kardeşlerim, bizim için önemli olan şey bu. Biz bir hazırlık içindeyiz. Büyük oruç dönemi de hayat denen bu sınıfta, hayat denen bu okulda bir imtihan dönemidir. İmanımızda ne kadar ilerlediğimizi bize göstermenin bir zaman dilimidir. Bize ne diyor bu dönem? Diyor ki sen bir arı gibi çiçekten çiçeğe konuyorsun aklında. Bir sene boyunca yüzlerce dizi, yüzlerce film seyrediyorsun. Haberler duyuyorsun. Konuştuğun lafların haddi hesabı yok. Sürüsüyle dostların var, arkadaşların var, sohbet ediyorsun, ara sıra da masum dedikodular yapıyorsun. Tamam, güzel ama bütün bunların içinde Yaradanına ayırdığın pay nedir? Tanrı'na ne pay ayırıyorsun? Sana verilmiş haftada 168 saatin kaç saatini ona ayırıyorsun? Daha doğrusu kendine ayırıyorsun. Sonsuzluk için. İşte bu soruları sormanın zamanıdır büyük oruç dönemi. Çünkü o mülakat anı geldiğinde, çünkü Tanrı sözünde kendisi diyor ki söz verdim diyor, onurum için her diz önümde çökecek ve onunla söyleşeceğim. Tanrı'nın yargısı bir hakimin bizim mahkemelerdeki yargısı gibi olmayacak. Tanrı bize hayatımızı gösterecek. Ve orada vicdanın yanılmaz ışığı altında seyredeceğiz. Şimdi bir yanlış yaptığımızda başkası geliyor bize diyor ki doğru yaptın sen. Bir suç işlediğimizde rüşveti verip kurtuluyoruz biz. İyi bir şey yaptığımızda kimse farkında bile değil. Ama orada, o mülakatta, o söyleşide Tanrı her birimize tek tek kafası karışmadan bize hayatımızı gösterecek. Bu ölümden hemen sonra olacak. Biz bu dünyada yapıp ettiklerimizi bir film
film gibi seyredeceğiz. Ve orada en çok pişman olacağımız şeylerden bir tanesi, diyeceğiz ki niçin kaçırdım ben bu fırsatları? Bu büyük oruç fırsatları kendimi arındırmak için zaman mı? Düşünebilirmişim kendi üstümde daha çok. Hatalarımı gözden geçirebilirmişim. Biraz oruç tutabilirmişim, periz tutabilirmişim. Tövbe edebilirmişim. Niye kaçırdım bunları? Keşke biraz dünyadan azalsaydım, Tanrı'da çoğalsaydım. Sevgili kardeşler, bizim hayatımız sonsuz şeyler içeremez. Bazı şeyleri içine almak için bazı şeyleri dışarıda bırakmanız gerekiyor. Hem burada olup hem de televizyonunuzun karşısında kadın programları seyredemezsiniz. Bunu yapmak için ondan vazgeçmeniz lazım. Ya periz tutacaksınız, o zaman alıştığınız yiyeceklerden vazgeçeceksiniz ya da alıştığınız yiyecekleri yiyeceksiniz ve oruç tutamayacaksınız. Kısacası bir şey olması için bir şeye yer açmamız lazım. Hepimiz bazen evimizin mobilyalarının eskidiğini düşünürüz. Yeni mobilya almak isteriz. O yeni mobilya sığmaz eve. Eskisini ne yapmanız lazım? Gözden çıkarmanız lazım. Yer değiştirmeniz lazım. Hayat bazen böyle yer değiştirmeler gerekir. Yalnız kalmak istiyorsanız misafirliğe gitmeyeceksiniz. Başkalarının dostluğunu aramak istiyorsanız o zaman yalnızlığınızı bir tarafa koyacaksınız. Ne istiyorsunuz? Kitap okumak istiyorsanız televizyonunuzu kapatacaksınız. Televizyon seyretmek istiyorsanız kitabınızı kapatacaksınız. İkisini bir arada yapamazsınız. Bizim hayatımız seçimlerle renklidir. Seçimlerle renklenir. Dolayısıyla ne seçeceğini kararlaştır. Kilise sana diyor ki yeterince meşgulsun dünyayla, güçlü zincirlerle bağlısın ona ama en azından kilisenin sana sağladığı bu aralıkta biraz daha ebedi hayatını düşün, gideceğin yeri düşün, hazırlığını ona göre yap. Çok pişman olacağın şeyleri şimdiden fark et ve onları tedavi etmeye bak. İşte onun için büyük oruç dönemi Abaşharutun olarak adlandırılır. Yani tövbe zamanı. Tövbe dediğiniz şey nedir biliyor musunuz? Tövbe dediğiniz şey ben yanlış yapıyorum galiba değil. Ters istikamete dönmek. Tövbe budur. Çok dinsel bir şey değildir. Tövbe ben hayatımda Tanrı'yı yeterince almamakla yanlış yapıyorum demektir. Ben sürüsüyle şey okudum ama Tanrı'nın sözünü okumuyorum yeterince deyip okumaya başlamaktır. Tövbe budur. Tövbe ben çok fazla dedikodu yapıyorum deyip artık dedikodu yapmamaktır. Tövbe ben çok sivri dilliyim, çok kalp kırıyorum ben deyip bunun yanlış olduğunu anlamak, pişman olmak ve artık onu yapmamaktır. Ben kiliseye az geliyorum. Daha çok gelmeliyim. Ruhumu daha çok arındırmalıyım demektir ve buna göre davranmak. Abaşharutyan Şırçan yani tövbe dönemi işte budur. Ve biz bu dönemin içindeyiz. Şimdi herkesin elinde cep telefonu var. Ama eskiden fotoğraf makinelerinde böyle fokus vardı. Mesela yakında birini resmetmek istediğinizde ona fokus yapıyorsunuz. Arka plan muğlaklaşıyor. Ama manzarayı çekmek istiyorsanız arka planı ona göre odaklıyorsunuz, fokusluyorsunuz
Öndekiler bu duruyor, arkası güzel gözüküyor. Büyük oruç dönemi tam böyle. Senin aklın her şeyi birdenbire kavrayamaz. Bu kalabalık içinde fokus olman gerekir. Meşguliyetlerin arasında fokus olman gerekir. Yani öteki şeyler orada kalır elbette ama artık senin dikkatin yoğunlaştığın alan artık biraz ruhsal alandır. Biraz kilise alanıdır. Biraz içe dönüklüktür. Bunu gerçekleştir. Bunu gerçekleştirdikten sonra zaten sen tekrar o geniş fokusuna döneceksin. Aklını her şey çelecek. Her şey seni buradan alıp öteki tarafa savrulacak. Bir haberle yüreğinin bir köşesine alıp götürecek. Birisinin sana söylediği bir lafı günlerce düşüneceksin. Kavgaların olacak, sevinçlerin olacak. Ve sen tekrar kaybedeceksin fokusunu. Ama en azından şimdi bu büyük oruç döneminde biraz daha fokus ol kiliseye, ruhsal olaylara. O zaman anlayacaksın ki insan sadece ekmekle yaşamaz. Ama Tanrı'nın ağzından çıkan her bir sözle yaşar. Evet sevgili kardeşlerim, bu yolculuk hepinize mübarek olsun. Bu bir yolculuktur, bu bir hac yolculuğudur. Yolculuklar her zaman böyle, nasıl diyeyim, mekansal olarak yapılmaz ama dönem olarak da yapılır. Öyle ki biz bir yolculuk içindeyiz ve bu da bir kervan. Aslında görüyorsunuz, çoğunuz otobüslerle geldiniz buralara ve bir şekilde fırsatınız oldukça da bu yolculuklara katılacaksınız. Vaazları iyi dinleyin, içinize dönün, Tanrı'dan ışık isteyin, hayatınızın kurgusunu yeniden gözden geçirin ve bütün bunlarda Tanrı'ya makbul olmaya çalışın ve Tanrı'ya makbul olduğunuzda o sizi insanlara daha sağlıklı olarak gönderecek. Diyecek ki git kardeşlerinle buluş, ye, iç, eğlen ama benim istediğim. Der ortaya terk olur. Amen.